Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, սեպտեմբերի 27 Սիրեկանս ձեռքը մեկնեց անցքով և աղիքներս գալարվեցին նրա համար։ Երգ 5-րդ գլուխ 4-րդ խոսք։ Թակելը բավական չէր, քանի որ իմ սիրտը չափազանց լիքն էր թմրությամբ, չափազանց սառը և ապերախտ, որպեսզի վեր կենար և բացաներ դուռը։ Սակայն նրա ներգործոն շնորհքը ստիպեց իմ անձին թոթափել քունը։ Օ իմ սիրելի երկայնամտությունը, երբ նա հայտնաբերեց, որ դուռը կողպված է, և ես քնած եմ իմ ծուլության անկողնում։ Օ նրա համբերության մեծությունը, երբ նա շարունակ թակում էր և թակոցներին ավելացնում նաև իր ձայնը աղաչելով ինձ բացել իր համար։ Ինչպես ես կարող էի մերժել նրան։ Ամաչիր ու շիկնիր, ով ստոր սիրտ, բայց այս ամենի մեջ մեծագույն բարությունն այն է, որ նա ինքը դարձավ իր իսկ դռնապանը և անձամբ բացեց դուռը։ Եռակի օրհնյալ է այն ձեռքը, որ վայր է իջնում սողնակը բարձրացնելու և բանալին պտտելու։ Հիմա ես տեսնում եմ, որ ոչինչ, բացի իմ Տիրոջ զորությունից, չէր կարող փրկել չարության այնպիսի մի գարշելի զանգվածի, ինչպիսին ես եմ։ Արարողությունները ձախողման էին դատապարտված, և նույնիսկ ավետարանը չէր ազդում ինձ վրա, մինչև նա չմեկնեց իր ձեռքը։ Հիմա ես նաև տեսնում եմ, որ նրա ձեռքը հաջողում է այնտեղ, որտեղ մնացած ամեն բան անհաջողության է մատնվում։ Նա կարող է բացել, երբ ուրիշ ոչինչ չի կարող։ Օրհնյալ լինի նրա անունը։ Ես նույնիսկ հիմա զգում եմ նրա շնորհալի ներկայությունը։ Այո, թող իմ աղիքները գալարվեն նրա համար, երբ մտածեմ այն բոլոր տառապանքների մասին, որ նա կրել է ինձ համար, որպեսզի մեծահոգաբար դարձի բերի ինձ։ Ես թույլ եմ տվել, որ իմ զգացմունքները մարեն, միաբանվել են նրա թշնամիների հետ և վշտացրել նրան։ Ով ամենաքաղցրն ու թանկը բոլոր սիրեցյալներից, ես քեզ հետ վարվել եմ, ինչպես անհավատարիմ կինն է վարվում իր ամուսնու հետ։ Օ իմ դաժան մեղքերը, իմ անգութ եսը, ինչ կարող եմ ես անել։ Արցունքներն ընդամենը խղճուկ արտահայտություն են իմ ապաշխարության, իմ ամբողջ սիրտը եռում է սեփական անձիս վրա վրդովմունքից։ Ինչ թշվառ եմ ես, որ իմ Տիրոջը, իմ ամենին, ամեն բանի մեջ, իմ գերազանց ուրախությանը վերաբերվել եմ ինչպես մի օտարականի։ Տեր Հիսուս, դու ձրիաբար ես ներում, սակայն դա բավարար չէ։ Կանխիր իմ անհավատարմությունը ապագայում, սրբիր իմ արցունքները, իսկ հետո մաքրիր իմ սիրտը ու յոթնապատիկ պարաններով կապիր այն քեզ, որ այլևս երբեք չթափառի։